Հայագիտությունն ու հայապահպանությունը դուրս են գալիս ավանդական կաղապարներից։ Բեյրութի հայկազյան հայագիտական հանդեսի պատասխանատու խմբագիր դոկտոր Անդրանիկ Դաքեսյանի հետ ռադիոլուրի հարցազրույցը հայապահպանության նոր ձևաչափերի մասին է։ Բեյրութահայ մտավորականը վստահ է, հայագիտությունը պետք է դուրս գա ավանդական կաղապարներից, այն միայն անցյալի ու մագաղատների մասին չէ։ Ասում է, հայագիտությունը դեռ պետք է շատ ուսումնասիրվի եւ իր տեղն ունենա համաշխարհային քարտեզի վրա։ Հայկազյան հայագիտական հանդեսը ձարգակաղի բեսպան մնե, այն առումով, որ եթե բարդեզ նկատենք, տարբեր տեսակի ծառեր կան մեջը, որովհետև մենք հայագիտությունը կըմբռնենք իր լայն իմաստով ավանդական այդ սահմանափակումներն դուրս ենք քրագանություն, լեզու, պատմություն եւ արվեստեն շատ անտին կանցնի։ Հայկազյան հայագիտական հանդեսի մեջ մենք հոդվածներ ունենք ռեփի մասին, Eurovision-ին մասին, Հայաստանի Eurovision-ին մեջ, հայկական ռոքի մասին շարք մոտվածներ ունեցանք, street art-ի մասին, հետևաբար ասոնք մեզի համար կարևոր են նաև այն առումով ասելու, որ հայությունը գա եւ երանտուն գկոյադեվե գոր Հայապահպանությունը միայն ողբերգությամբ ապրելը չէ։ Այս միտքը 56-ամյա հանդեսի էջերում պարբերաբար է հայտնվում։ Դաքեսյանն ասում է, հայկազյան հայագիտական հանդեսը ապրող, ստեղծագործող ու բաբախող օրգանիզմ է։ Իսկ ինչպես է ընդունում ընթերցողն այս թռիչքը, ավանդական թեմաներից անցումը հայկական ռեպի ու դիզայնին։ Շատ բացարձակ դրական ընդունեց, ասեմ որ նաև գճանանք որ այսօր հոդված ունենալ բանի մասին, դիզայնի մասին, արմենիան դիզայներներու մասին, հայաստանյան դիզայներներու մասին, թե ինչ կնեն գորանում, ինչ այսօրվան դրսևորումները ինչ են, որտեղ մենք մեր անցյալի մասին բավական շատ բան գիտենք, բայց նաև պետք է գիտնանք մեր այսօրը, ջանչնանք մեր այսօրը։ Եվ այս առումով գուսեմ ասել, որ մենք անցամբ կկաչալերենք, որ երդասարտներ ավելի մասնակցին ասոր, որտեղ ավելի երդասարտական շունչ կա ասոր մեջ։ Այս նորարարությունը սակայն շատ ամուր ու խորը արմատներ ունի։ Անդրանիկ Դաքեսյանի համար հայապահպանությունն ու հայագիտությունը լոկ մասնագիտություն չեն, այլ անձնական ընտանեկան արժեքներ։ Նրա ընտանիքը արմատներով հաճնից է։ Ցեղասպանության տարիներին հարազատներն անցել են գաղթի ճանապարհով։ Մեծ հայրն ու մեծ մայրը կորցրել են իրենց զավակներին, իսկ դոկտոր Դաքեսյանը կրում է գաղթի ճանապարհին անհետ կորած իր հորեղբոր անունը։ Որչարդին անեդացած է։ Ներողություն, պաստորեն ես թե անցամբ Անդրանիկ Դաքեսյանն եմ, բայց նաև հորեղբայրս եմ։ Եվ ասիկան շուտ ինձի ուրիշ տեսակի բարդավորություններ ու դակ կտնե, եւ դա կրկրական է, հայրս երբ որ ծնած է, ուրեն իր անձնակրի մեջ գրված է, որ ինքը ծնած է հաջն։ Մինչ այդ հաջանը քոյություն չունի, ոչնչացված է, ամեն իմաստով։ Պատկերացուր մեծ հայրս ուրեն երազեր է, որ ինքը իր զավակ ունենա, վերջին հերթական զավակ ունենա հաջնի մեջ։ Այս առումով գրնամ ասել նաև, որ ես, երբ որ մենք պիտի փսակվեինք Ալինան եւ ես ուզեցի, որ մենք նոր հաջնի մեջ փսակվեցանք, որտեղ ավանդական մեր եկեղեցին է, հոն ուրեմն գիտես, հարսանեկան ռաբերի մեջ գրեցի, որ հաջնո Սուրբ Գևորգ եկեղեցի եւ ոչ թե նոր հաջնո։ Այս պարտավորության զգացումով է այսօր ապրում լիբանանահայությունը։ 1975 թվականից ի վեր անդադար պատերազմների, անվտանգային ու տնտեսական ահռելի ճգնաժամերի մեջ ապրող համայնքն այսօր նոր մարտահրավերների առաջ է կանգնած։ 75-յանի վեր լիբանանահայությունը պատերազմի մեջ է եւ կարծես թե մանկաբարձ նախագահարան դա տասարան արտասարան բարձրացանք մենք այս իմացության առումով եւ ադապտացիայի, եթե գուզես բաճաճեցումի, հարմարեցումի առումով վարժվեցանք որոշ չափով։ Եվ անշուշտ ամեն նոր իրականություն, որ գլա մեզի անտեպ, մենք նախորդ փորձ ունենք, որոնց վրա նորություն կա, հասկանալի է։ Եվ այս բաճաճեցումը մեզի շատ օգտակար է։ Հայոց ցեղասպանության թանգարանում դասախոսություն քննարկման ժամանակ Դաքեսյանն անկեղծանում է։ Ասում է այսօր Լիբանանում անապահովություն է, իսկ վաղվա օրը անորոշ։ Հետևաբար երիտասարդների համար առաջնահերթությունները փոխվել են։ Ցեղասպանության հիշողությունն ու ավանդական թեմաները երբեմն մղվում են երկրորդ պլան։ Երիտասարդին համար մտահոգություն է, որ ինքը ավարտի համալսարանը ինչ պիտի լինի։ Անգայունության այս վիճակի մեջ ուր դեր իրեն համար ցեղասպանություն երկրորդականի կվերածվի։ Շատ երկրորդականի կվերածվի։ Առաջնահերթություն չէ այս առում։ Հայերից շատերն են հեռանում Լիբանանից, նկատում է Դաքեսյանը, բայց նրանց հոգում միշտ մնում է ներքին տագնապն ու մեղքի զգացումը։ Քիչ մանցավոր կսկա Լիբանանը ցկել հեռանալով Լիբանանեն եւ ուրեմն որտեղի արդարացնե որ ինքը ճիշտ կայլ արավ, ուրեմն Լիբանանայությունը գչնչեք, սա չէ Լիբանանայությունը վերջացավ։ Մինչ այդ այդպես չէ։ Մինչ այդպես չէ, Լիբանանայությունը գա գործե, գամուրջները պետք է բաբանել, դեղեր կան, որ պետք է ավելի զորացնել այդ գամուրջները։
հայագիտությունն ու հայապահպանությունը պետք է նոր լեզու գտնեն, որպեսզի երիտասարդ սերնդին կապեն իրենց արմատներին։ Հայկազյան հանդեսն ու համալսարանը ոչ միայն ուսումնասիրում են ժամանակակից մշակույթը, այլև քարտեզագրում են Լիբանանում ցեղասպանության հուշարձանները։ Հայաստանից մասնագետներ են հրավիրել դպրոցականներին հայկական գորգագործություն ու արվեստ սովորեցնելու համար։ Լիբանահայությունը միջին արևելյան գլխավոր փարոսն է, հասկանալի է մանավանդ այս կացության բերմամբ, եւ եթե գուզես արևմտահայերենի գլխավոր միջնապերտը դարձանք այս օրերուն։ Ցեղասպանությունը վերապրածների ժառանգ դոկտոր Դաքեսյանի համար հայապահպանությունը միայն անցյալի հուշերը պահելը չէ, դա ժամանակակից աշխարհի հետ համահունչ քայլող ստեղծագործող ու ապրող գիտություն է։ Արմինե Գևորգյան, Սամվել Գալստյան, Ռադիոլուր։